Երևանի նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել եւ հեռացել պաշտոնից, գրում է Արմլուրը։ Տեր-Մարգարյանն Factor TV-ի հեռախոսազանգերին չի պատասխանում։ Թաղապետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Հովհաննիսյանը միաժամանակ մեզ հետ զրույցում ասաց, հրաժարականի մասին տեղեկությունները կեղծ են, թաղապետն այս պահին աշխատում է։ Հիշեցնենք, Տեր-Մարգարյանի մասնակցությամբ թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել, հարուցված քրեական գործով նա ու եւս աշխատակից մեղադրալի կարգավիճակ ունեն։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, այստեղ նա մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։ Ալբանիայում նախատեսված են Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Իրան մասնակցելու Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ին։ Այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ։ Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակում քննարկվում են տարբեր թեմաներ, հայտնում է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը, արձագանքելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացի հայտարարությանը։ Ստիվ Ուիթքոֆը նախորդին չէր բացառել, որ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Լիբանանն ու Սիրիան կմիանան խաղաղության Աբրահամյան համաձայնագրերին։ ԱԳՆ խոսնակը ըստ էության չի բացառել, որ նման քննարկում կարող է լինել ամերիկյան կողմի հետ։ Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպման, այն տեղի կունենա Դոլմաբահչե պալատում։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնելու Ստամբուլ բանակցությունների, ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ավելի վաղ հայտարարել էր Ստամբուլում Պուտինի հետ առանձին հանդիպելու ցանկության մասին։ Առայժմ հայտնի չէ, արդյոք Զելենսկին կմասնակցի Ստամբուլյան բանակցություններին։ Մինչ այդ Անկարայում այսօր նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Պակիստանյան Քվետտա քաղաքում Պակիստանի ժողովրդական կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 1 մարդ զոհվել է, եւս 11-ը վիրավորվել։ Ոստիկանության տվյալներով ամբողջի մեջ ձեռքի 2 նռնակ է նետվել, օգտագործվել է նաեւ նռնականետ։ Պայթյունը տեղի է ունեցել Բելուջիստան նահանգի ասամբլեայի падգամավոր Ալի Մադադ Ջատակի ելույթի ժամանակ։ Քաղաքական գործիչը չի տուժել, սակայն նրա մեքենան վնասվել է։ Հանրապետության տարածքում մայիսի 15-ին եւ 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ին կնվազի եւս 2-ից 4 աստիճանով, 16-ից 18-ին աստիճանաբար կբարձրանա 6-ից 9 աստիճանով։